Այսօր նոյեմբերի 4-ն է, օրը 3 շաբթի, Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի-Նյուզ լրատվականի առաջին թողարկումը, բարի լույս։ Սկսենք վերջին օրերի ամենամեծ սարսափից, պարզվել է, որ հոկտեմբերի 27-ից որոնվող Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրանին առերևույթ սպանել է հայրը։ Երեխային խեղտամահ է արել։ Շոկային լուրը հայտնել է ներքին գործերի նախարարը։ Փրկարարներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղին հարակից Ջիլ գյուղի դաշտերում։ 3-ամյա Տիգրանին խեղտամահ է արել իր սեփական հայրը։ Լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Օրոնողական աշխատանքներին մասնակցում էին փրկարար ծառայություններ, ոստիկանական ուժեր, նաև կամավորներ։ Կամավորներից Սվետլանա Լևոշկինան, որն առաջին օրվանից ակտիվ մասնակցել է փոքրիկ Տիգրանի որոնումներին, Facebook-յան էջում գրառում է կատարել եւ առաջ քաշել իր վարկածը։ Փոքրիկին գտել են այն վայրում, որը բոլորը բազմիցս էին ուսումնասիրել։ Ես անձամբ մի քանի անգամ եղել եմ այնտեղ, ոչ մի հետք չկար։ Ըստ ամենայնի, նրան պարզապես նետել են այնտեղ։ Փնտրում էիք, դե լավ, ահա ստացեք։ Երեխան գտնվել է Ջիլ գյուղի ցուցանակի մոտ, որտեղից հետիոտնի հնարավոր ամենակարճ ճանապարհը 6 կիլոմետր է։ Եթե կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, Տիգրանի հայրը մոտ 1.5 ժամ եղել է ճանապարհին։ Միթե ընտանիքի մյուս անդամները չեն նկատել Արմենի այս շաբաթ բացակայությունը։ Ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր, նա երեխայի մամլի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Գյուղացիները ընտանիքին որակում էին որպես աղմկոտ եւ իրենց բառերով բուժման կարիք ունեցողի։ Ընտանիքում ապրում էին 2 եղբայրները եւ նրանց քույրը։ Բացի Տիգրանից ծնողները ունեն եւս 4 երեխա։ Նույն տանը բնակվող հորաքույրը եւս 4-ը։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի։ Ոչ մեկը այդ բանը չի նշում։ 2 աղբեր քուրը ծնողներից իրենց ծնողներից հիվանդություն ունեն։ Դրանց այդ քույր եղբորը եղել է 9-10 երեխա։ Բոլորը հիվանդ երեխեք են։ Ինչու բուժում չեն բանում, ընկել է սրա նրա հետևից։ Չէ, սպասում հանելուկայինը անհավատալի է։ Երևանի քաղաքացիները նույնպես ուշի ուշով հետևում էին փոքրիկ Տիգրանի որոնումներին, անհամբեր եւ հույսով սպասում նրա գտնվելուն։ Շատ կասկածելի է, ասեմ ձեզ, որ փրկարարները այդ նույն տարածքը մի քանի անգամ սանրել են ու չեն գտել։ Քիչ շատ անհավանական բան է էլի։ Ինչ կարամ ասեմ, չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Եթե մարդու խղճից է կախված, ոնց կարելի է իր երեխան խեղտամահ անել։ Շատ եմ ցավում նրա համար։ Նրա մեծ ծնողին կարելի է կախական անել պուբլիշնի։ Ալի է, շատ եմ ցավում, շատ։ Մետի արդեն հանցագործությունը այդ հորը պետքա կախեն, ուրիշ ոչինչ։ Երեխաները տենց անկապ կորում են ու հետո գտնում են մահացած վիճակով։ Դա շատ սարսափելի է ու անտանելի ու աններելի բան է։ Չգիտեմ, որ քան այտենց մարդիկ կան, որ այտենց մատխաշ երեխեքի վրա ձեռ են բարձրացնում, ուրեմն դրանք վամպիրներ են, կարաս ասես, այտենց մարդկանց։ Վերջին 6 օրերին շրջանառվում էին տարբեր վարկածներ, սկսած կենդանիների հարձակման կամ երեխայի որևէ ձորից կամ կիրճից վայր ընկնելու տարբերակներից, մինչև առևանգում եւ այլ ենթադրություններ, սակայն իրականությունը շատ ավելի սարսափելի էր։ 3-ամյա Տիգրանի կյանքը առերևույթ խլել է սեփական հայրը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Ռեոփեն մեդիա։ Ալիևն է խոսել ու ասել, որ Սևանի անունը Սևան չէ, Գյոյչա է։ Ավելին հայտարարել, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայերին։ Բացի այդ, հանձնարարել է ադրբեջանցի գիտնականներին շարունակել տպել նյութեր, քարտեզներ, տեքստեր, փորձելով ապացուցել, որ Հայաստանի այսօրվա տարածքն իրականում Ադրբեջան է։ Ալիևի հայտարարություններին արձագանքել է ազգային ժողովի նախագահը, ասել, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում, բայց միևնույն ժամանակ շեշտել է, որ Ալիևի հայտարարությունների հասցեատերը ներքին լսարանն է։ Խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման օրեր է, ներքին գործերի ու պաշտպանության նախարարներն էին եկել, խոսել իրենց ղեկավարած գերատեսչությունների ձեռքբերումների ու ծրագրերի մասին։ Դիտենք ռեպորտաժն ու վերադառնանք։ Ճիշտ են լուրերը, թե ներքին գործերի նախարարը շուտով հեռացվելու է պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվելու է քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Արփինե Սարգսյանը չի մեկնաբանում ու միևնույն ժամանակ դժգոհում է ստահոդ տեղեկություններից։ 2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում։
Ներքին գործերի նախարարը ազգային ժողով էր եկել բյուջեի քննարկմանը մասնակցելու։ Այս պահին իր գլխավորած նախարարության բյուջեն եկող տարի կկրճատվի 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու ծրագրերի մասով, ներքին գործերի կրթական ծառայություններ եւ ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ եւ վերահսկողություն ծրագրերով։ Արփինե Սարգսյանը ներկայացնում է ամենաթարմ վիճակագրական տվյալները։ Կենցաղային հողի վրա սպանությունները շարունակում են գերակշռել։ Երբ որ խոսում ենք նաև ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պիտի փաստեմ, որ նաև վիճակագրական առումով որևէ էական մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր որպես այդպիսին չունենք, եւ նաև պիտի ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2%։ Նախորդ տարվա համեմատ փոքր տոկոսով նվազել են անչափահասների կատարած հանցագործությունները, բայց երբեմն լինում է, երբ դպրոցները չեն ահազանգում տարբեր առերևույթ հանցագործությունների մասին։ Ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար գործընկերոջս Տիկին Ժաննա Անդրեասյանին դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ։ Անդրադառնալով Փարաքարի համայնքապետի աղմկահարույց սպանությանը, ներքին գործերի նախարարը բացառում է հանցագործության քաղաքական դրդապատճառները ու այն կապում փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Ըստ Նյուզեեմի միջադեպ է եղել բյուջեի նախագծի քննարկման փակ հատվածում։ Նիստն ընդմիջվել է վիճաբանության պատճառով։ Ըստ տեղեկությունների, իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցել է համակարգչով, ինչը փակ ձևաչափի դեպքում արգելված է։ Սարգսյանին առաջարկել են դուրս հանել համակարգիչը, հրաժարվել է։ Վիճաբանությունից հետո հեռացել է դահլիճից։ Նիստից հետո պաշտպանության նախարարն է պատասխանել լրագրողների հարցերին։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է պաշտպանական բարեփոխումները, այդ թվում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները։ 2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենսի հետ, համապատասխանն էր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենսին, այն որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 25 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են, եւ նույն 26 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որը իրականում, եթե 24-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է։ Պապիկյանը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունները։ Հիշեցնեմ, Ալիևն այսօր հայտարարել է. չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոստացել է կարդալ ու ըստ անհրաժեշտության արձագանքել։ Փոխարենը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկնաբանել, ասելով, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, եւ որ տեքստում ազատագրելու մասին միտք ինքը չի տեսել։ Դուք որ ասում եք, որ գրավելու եք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը ես հիմա այստեղ չհնարեցի։ Հարցին թե նորմալ է, որ Ալիևը նման բաներ է հայտարարում, Սիմոնյանը չի պատասխանել։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Ոստիկանության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը օպերատիվ իրավիճակի ամփոփագրի տվյալով բացահայտվել է 264 հանցագործություն։ Գրանցվել է թմրանյութի հայտնաբերման 50, մարմնական վնասվածք պատճառելու 26, անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։ Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Հայտնաբերվել է 5 անհայտ կորած, 3 օրում գրանցվել է 53 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 109 ստացել վնասվածքներ։ Իսկ մինչև այդ երկրում շարունակվել է պատարակների քողի տակ իշխանություն եկեղեցի դիմակայությունը։ Նիկոլ Փաշինյանը Հովանավանքում երկրորդ կիրակին անընդմեջ մասնակցել է նույն միջոցառմանը, որը մայրաթոռը որակել է բեմադրություն ու պղծություն։ Փաշինյանի հետ մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ, Բաքում էլ մեծաթիվ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ։ Միևնույն ժամանակ մայրտաճարում պատարակ է մատուցվել ամենայն հայոց կաթողիկոսը։ Հակամարտությունն աստիճանաբար ավելի է սաստկանում, ձերբակալվել են ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին, ինչ որ քարոզչության առերևույթ խոչընդոտելու կասկածանքով։ Կիրակի երկրորդ պատարակն էր Հովանավանքում, որը մայրաթոռը բնորոշում է պղծություն։ Հավաքվածներն իրենց պատասխանն ունեն, թե ինչու են եկել։
որտեղից վերել է հայ խիղճը, հավատը, սրբությունը։ Այսօր գիտեք ինչ, մենք մի բան ունենք, մի խնդիր ազգին փրկելու համար, մենք ինքնուրույնությունն ու ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Չնայած Տեր Արամին կամ Ստեփան Ասատրյանին մայրաթոռը կարգալույծ է հռչակել եւ նա եկեղեցու կանոններով պատարակ մատուցել չէր կարող, նախկին քահանան արդեն երկրորդ կիրակին է անում է դա, արգելելով մյուս հոգևորականների մուտքը Հովհաննավանք, թեևս տեության դրա իրավունքն ունի միայն մայրաթոռը, իսկ մայրաթոռը հենց Ստեփան Ասատրյանի մուտքն է եկեղեցի արգելել։ Եվ հետևանքը եղել է այն, որ ես պետքա Հովհաննավանքում չմնայի, իսկ իմ չմնալու ուրեմն օգնող միջոցները եղել են այդ հոգևորականների այստեղ գտնվելը։ Քանի որ անարդարություն էր գործվել, այդ իսկ պատճառով ես արգելել եմ նրանց մուտքը Հովհաննավանք։ Լրագրողների ու հավաքվածների մեջ էլի լարված խոսակցություններ կային, ինչպես նախորդ կիրակի։ Դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուր ես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասա, ինքներդ ասացի։ Ազատորեն վերցնելու ասու դրան մոտ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածներդ լրիվ ցրեմ, լրիվ կասկածներդ։ Ու մի հատ էլ սենց քեմ երեսիդ։ Այս մարդու մասին սկսեցին տեսանյութեր տարածվել, որ իր բլոգում արդեն խոստովանել էր սեռական կողմնորոշման մասին։ Հա ես գոմիկ եմ, ինքս նիկոլական եմ, ես ինքս ու հպարտ եմ։ Եվ լրատվամիջոցներից մեկը նախորդ պատարակին գրել էր դա, իսկ ինչպիսին էր ոստիկանների արձագանքը։ Տեղի ունեցավ, չէ, մենք ուշ եկանք, այդ դեպքի հետ ակապված։ Հիմա այլևս այդ անձը, եթե դուք չմոտենաք, հարցադրումներ չտաք, իր նախաձեռնությամբ ոչ կմոտենա ձեզ, ոչ էլ ինչ-որ արտահայտություններ կանի։ Իշխանության ներկայացուցիչներ այս անգամ էլ կային, վարչապետը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ հավատացյալներ, որոնք իրենց պարտքն էին համարում լրագրողների ձեռքից պաշտոնյաներին փրկելը։ Պատգամավոր եք, ես մի հատ ընդհատեմ, հետո շարունակեք։ Չես նկատում, որ ես բոլորը խեղաթյուրում են, վատ երևույթներ են ստեղծում։ Հովհաննավանքում տեղի ունեցածը դատապարտել է Երուսաղեմի հայոց պատրիարքը, ըստ Նուրհան arczepiskopos Մանուկյանի, այս դժվարին ժամանակներում, երբ եկեղեցին հոգևոր հենարան է հայ ժողովրդի համար, եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն նաև մեր պատմական հիշողության եւ հոգևոր արժեքների դեմ է։ Իսկ բրիտանական Express պարբերականն այս բնորոշումն է տվել. աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Պարբերականն իր զեկույցում տարբեր պաշտոնյաների գրառումներին հղում ով հավելում է, կատարվողը սարսափելի է։ Միտքը թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ եւ ժամանակակից Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է։ Իդեպ ձերբակալվել են Գարեգին II կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին, նրանք աշխարհիկ են, մեղադրվում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-յան գրառումով հայտնել է, թե Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակել է միջադեպի կադրերը եւ պնդել, որ Ներսիսյաններն ընդամենը մերժել են Հանրապետություն կուսակցության ներկայացուցչի քարոզչական հանդիպման մասնակցելու հրավերը։ Քննչական մարմինը եւ դատախազությունը հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները եւ տեսագրությունը, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսիսյանին կալանավորել են 1 ամիս ժամկետով։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Իշխանության հակամարտությունը եկեղեցու հետ սահուն կերպով վերածվում է KGB-ի գործակալներ փնտրելու վհուկների որսի։ Փաշինյանն այս խոսույթը բարձրաստիճան եկեղեցականների վերաբերյալ ներդրեց վերջերս, միևնույն ժամանակ հայտարարելով, որ պետք է դուրս գալ KGB-ի գործակալների մեզ համար ձևակերպված աշխարհի պատկերից։ Խոսքը թուրքերի հետ մեր խնդիրների ու պատկերացումների մասին է, որոնք ըստ Փաշինյանի փաստորեն ձևավորվել են KGB-ի գործակալները։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը։ Մենք պետքա դուրս գանք KGB-ի գործակալների մեզ համար ձևակերպած աշխարհի բանից, պատկերից։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան կիրառում միջազգային եզրույթ դարձած ռուսերեն KGB հապավումը։ Ինչ կապ ունի KGB-ն ցեղասպանության հետ եւ ինչու են ռուսների մեղադրում հայ-թուրքական հարաբերությունները փչացնելու մեջ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին B-ի եղբայրը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը KGB-ի գործակալ է։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը։ Ոչ իմ, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդը։
Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Ես կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆինանսավորմամբ գործող CVKM-ը հոկտեմբերի 1-ին հրապարակել է Կարնո անունով սրբազան գործակալը Եզրած Ներսիսյանի ճանապարհը վերնագրով հոդված։ Նամակում ասվում է 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է KGB-ի կողմից Կարո գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին գործերը փոխանցել են Լենինգրադի վարչություն, նույն տարում նշանակելով Լենինգրադի հոգևոր հովիվ։ Հոդվածում ոչ աղբյուր կա, ոչ էլ ապացույց։ Հոկտեմբերի 22-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը կոչ էր արել դուրս գալ KGB-ի գործակալների մեզ համար ստեղծած աշխարհի կերպարից, մեղադրելով ռուսական կողմին հայերին ու թուրքերին թշնամացնելու համար։ Այդ որ մենք ասում ենք թուրքը մնում է թուրք, այդ նույն ասացվածքից ընդեղ էլ կա, ընդեղ էլ ասում են հայը մնում է հայ։ Այդ որ մենք ասում ենք ոնց կարելի է վստահել, ոնց կարելի է Ադրբեջանին վստահել, ոնց վստահում եք, այդ նույնը այնտեղ կա, ասում են ոնց կարելի է հային վստահել։ Այդ որ մենք ասում ենք, բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, նույնը իրանք են ասում են, բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, ոնց է դուք խաղաղություն եք ուզում Հայաստանի հետ, բա մեր պատմությունից դասեր չքաղեցինք։ Լսեք, մենք պետքա դուրս գանք KGB-ի գործակալների մեզ համար ձևակերպած աշխարհի բանից, պատկերից։ Ռուսաստանի կողմի պատասխանը չուշացավ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական խնդիրների մեջ մեղադրել է թուրքերին, հայերին եւ ԽՍՀՄ-ի պետական անվտանգության կոմիտեին։ KGB-ն ստեղծվել է 1954 թվականին, հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին, գրեթե 40 տարի առաջ KGB-ի ստեղծումից։ Ըստ շատ պատմաբանների Փաշինյանը փորձում է թուրքերի մեղքի բեռը թեթևացնել, ոչ միայն Ռուսաստանի ուսերին դնելով, այլև հարցականի տակ դնելով պատմական փաստերը։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել։ Սրանից բացի այս տարվա մայիսին կառավարությունը մերժեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը։ Պատմաբանի կարծիքով ցեղասպանի կերպարի վերափոխումը հստակ խնդիր է լուծում։ Նոր վերափոխմամբ ինչ խնդիր է լուծում։ Իմ կարծիքով այստեղ ընդհանուր մեր ժողովրդի ինքնության հարց է դրված քննարկման եւ ըստ էության հնոր ցեղասպանությունը ինքը իր բոլոր հետևանքներով այս ժողովրդի ինքնության մի կարևոր մասն է հանդիսանում, որ ենթադրում է նաև վերականգնում, փոխհատուցում, արդարհատուցում, արդարության վերականգնում, իսկ սա չի բխում թուրքական պետության շահերից։ Ըստ պատմաբանի, թեև KGB-ն ուղղակիորեն կապ չունի ցեղասպանության իրագործման հետ, Խորհրդային Միության քաղաքականությունը, այդ թվում հատուկ ծառայությունների միջոցով էական ազդեցություն է ունեցել ցեղասպանության թեմայի լուսաբանման եւ ընկալման վրա։ ԽՍՀՄ-ում պատմական իրադարձությունների մեկնաբանությունները խստորեն վերահսկվում էր գաղափարական եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ki bu özellikle 1970'lerde oluşmuş bir politikadır. Ինձ թվում է, որ Թուրքիայում հայերի նկատմամբ թշնամանքն էլ ԿՀՎ-ն է այսպես ասած բորբոքել։ Փաստարկներ է ստեղծել, գրոհայիններ է պատրաստել։ Իհարկե, երբ այսպես է ընկալում իրավիճակը, Թուրքիայի մեղքը փոքրանում է։ Թուրքիան այնքան էլ մեղավոր չի երևում։ Այսինքն իրադարձությունների շարժիչ ուժը կարծես Վաշինգտոնն ու Մոսկվան են։ Ցարական Ռուսաստանը որպես Անտանտի մաս 1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հայտարարությամբ դատապարտեց հայերի կոտորածները, դրանք որակելով հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Մեր ժամանակներում լայն տարածում ստացած այս ձևակերպումը պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է այդ օրը։ KGB-ն ստեղծվել է 1954 թվականին որպես ՉԿ-ի, ՆԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի եւ ՄԿԲ-ի անմիջական իրավահաջորդ եւ մտնելով ԽՍՀՄ մինիստրների խորհրդի ենթակայության տակ գործել 1954-ից 1991 թվականներին։ KGB-ն հսարանի վրա ազդելու համար մի քանի մեթոդներ է կիրառում՝ գրաքննություն կամ ցենզուրա, կրթության եւ մշակույթի գաղափարականացում, վախի եւ ամստահության մթնոլորտի ստեղծում, պատմության կեղծում եւ վերաշարադրում։ Հայաստանի Հանրապետությունում գործում է կառույց հակահետախուզության ծառայություն, որը պատասխանատու է երկրի ներսում գործակալներին բացահայտելու համար։ Ենթարկվում է վարչապետին։ Այդ դեպքում ինչու քայլեր չեն ձեռնարկվում, այսպես ասած KGB գործակալների ցանցը վերացնելու համար։ Ցույց կտա ժամանակը։ Անի Հովհաննիսյան, Էդգար Գուլոյան, Ռեոփն մեդիա։ Շարունակելով հայ-թուրքական ոչ բարեկամական հարաբերությունների թեման, հայերի իրավունքների համար ցեղասպանությունից հետո պայքարել են բազմաթիվ ֆրանսիացիներ, բայց մենք ոչ բոլորին գիտենք։ Կան մարդիկ, որոնք ամբողջ կյանք են նվիրել հայերին չլինելով հայ։ Նրանցից մեկը Անրի Սաբին է, մեր ֆրանսերեն թողարկումների հեղինակ Հասմիկ Առաքելյանն այցելել է նրա գերեզման եւ ներկայացրել այս ֆրանսիացու պատմությունը։
Երևանի քաղաքային Պանթեոնի այս ճանապարհը տանում է մի գերեզմանի մոտ, որը բացառիկ է իր պատմությամբ։ Այստեղ հանգչում է բառի ամենաուղիղ իմաստով հայ ազգի բարեկամ, Եվրոպայի խորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ժան Անրի Սաբին։ Հենց նրա առաջնորդությամբ երկար պայքարից հետո 1987 թվականին Եվրախորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, եւ դա եղավ այդ եզրույթով պատմական փաստացի միջազգային ճանաչման ու դատապարտման առաջին ու մեծ հնչեղ քայլը։ Նա իր հավատամքով եւ ամբողջ ներուժով պաշտպանել է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այնքան է կապվել հայկական հարցի արդար պայքարին, որ կտակում պատգամել է իրեն հուղարկավորեն միաժամանակ Արցախում, Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Այսպիսի պատմություն կարելի է հանդիպել ֆիլմերում եւ հայերի ու ֆրանսիացիների բարեկամության էջերում։ Ֆրանսիայի ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության երբեմնի առաջնորդը մահացել է 11 տարի առաջ, հունիսի 16-ին, եւ 3 ամիս անց նրա աճյունամոխիրն արդեն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի գրեթե կողքին։ Անրի Սաբիի աճյունի հուղարկավորության համար այստեղի ընտրությունն էլ պատահական չի եղել։ Շատ երևի ոչ հեռավոր ապագայում այս տարածքի հարևանությամբ վեր պիտի հառնի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի հուշակոթող։ Իր այս քայլով Անրի Սաբին ցանկացել է ապացուցել, որ իր պայքարը շարունակելու է նույնիսկ մահից հետո, քանի որ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միայն հայկական հարց չէ, այլ պայքար հանուն համամարտկային արժեքների։ Իր մասնագիտությունն է եղել, հա, Սաբիի մասնագիտությունը ցեղասպանագետ է եղել ինքը։ Իր մասնագիտությունը ինքը զբաղվել է ոչ միայն իմիջիալից հայկական հայերի, հա, ցեղասպանությամբ, Ռուանդայի եւ այլն բոլոր ցեղասպանություններով ինքը իր պարտքն է համարել։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նաեւ նախանձախնդիր է եղել նաեւ մեր հարցում, որտեւ գիտեք ինչ է նշանակում մահվանից հետո կտակ այդպեսի կտակ անել։ Հա, ուրեմն ինքը ինչքան է սիրել Հայաստանը, հայերին, էլի ես այդքանով շնորհակալ եմ իրեն, որ նվիրված է եղել Հայաստանին ու հայերին։ Սա իսկապես նվիրվածության արդյունք է։ Անրի Սաբիի անունը պատմությունն ինքնին արդեն դրել է Անատոլ Ֆրանսի, Անրի Բարբիի, Ֆրիտյով Նանսենի եւ բազմաթիվ այլ օտարազգիների կողքին, որոնք անտարբեր չեն եղել մարդկության դեմ գործված ոճրագործության հանդեպ եւ պայքարել են արդարադատության համար։ Արցախի կորստով ոչ միայն հայերն են կորցրել իրենց գերեզմանոցը, այլև ֆրանսիացիները, քանի որ Ստեփանակերտի սրտում հանգչում է Թուլուզում ծնված եւ այնտեղ մահացած ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ հայ ժողովրդի երախտավոր Ժան Անրի Սաբին։ Սա ռեպորտաժի էմոցիոնալ հատվածն էր, իսկ այն ինչին ականատեսը եղավ մեր տեսախցիկը նկարահանումը սկսելուց առաջ, թերևս կադրերը ավելի խոսուն կպատմեն։ Մեր օպերատորը իր աշխատանքային զենքը դրեց մի կողմ, դրեց ձեռնոցներ եւ սկսեց պոկել մոլախոտերը։ Սաբիի գերեզմանը մաքրեցինք, լվացինք փոշուց եւ կեղտից։ Մեզ միացան նաեւ Երևանի քաղաքային Պանթեոնի մաքրուհիները։ Այս գերեզմանի տեղը բացահայտել է Շարլ Ազնավուրի գրական ժառանգության թարգմանիչ Սամվել Գասպարյանը, երբ այցի է գնացել իր ընկերոջ Շիրիմին եւ նկատել Անրի Սաբիի անունը։ Դեռևս 2013-ին նա նամակով դիմել է այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կարճ ժամանակ անց Սաբիի գերեզմանին քար է տեղադրվել, իսկ տարածքը բետոնապատվել։ Իդեպ Սաբիի մասունքներն ամփոփվել են Երևանի քաղաքային Պանթեոնում Մարգարյանի քաղաքապետ դառնալուց 1 ամիս առաջ։ Նա կապ չի ունեցել այդ ամենի հետ, բայց տեղեկանալուն պես իսկույն անցել են գործի։ Ես այն ժամանակ մի քիչ անշնորհք եմ գտնվել Տարոն Մարգարյանին, շնորհակալություն չեմ հայտնել, հա կուզենայի հիմա ուշացումով շնորհակալություն հայտնել, որովհետև շատ լավ գործ արեցին իրենք, հա այս հողաթումբը ուղղակի սարքեցին գերեզման, նույն ճիշտ է համեստ, բայց ես օրինակ կուզենայի, որ ավելի լավ լիներ։ Ես ընկերներիս հետ հատուկ Արցախ գնացինք, տեսնենք այնտեղ ոնց է, շատ լավ էր։ Նախկին քաղաքապետին շնորհակալություն հայտնեցի, նորին էլ շնորհակալություն կհայտնեմ, եթե հետևեն։ Գոնե հետևեն իրանք հիմա, այս եղածին հետևեն, այսպես չլինի, էլի չծածկի գերեզմանը,
Գիտեք, ես օրինակ չեմ ուզենա, որ մի ֆրանսիացի լսել է, որ այստեղ Սաբին էստեղ գա ու տեսնի այսպիսի վիճակ։ Այս գերեզմանի տերը դե յուրե Երևանի քաղաքապետարանն է, իսկ բարոյական առումով հայ ժողովուրդը, մենք բոլորս։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, փաստացի հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Եվրախորհրդարանը 1987 թվականին, իսկ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանը միայն 1995-ին, մյուս դաշնակից Ֆրանսիան 2001-ին։ Թերևս այս փաստը հազարավոր բառերի փոխարեն վկայում է, թե Անրի Սաբին ինչ կարևոր գործիչ է աշխարհի հայության կյանքում։ Փորձեցի մտաբերել, բայց չգտա, թերևս չկա Սաբիի նման երկրորդ օտարազգին, որն իր երկրից բացի ցանկացել է վերջին հանգրվանը գտնել նաև Հայաստանում եւ Արցախում։ Անրի Սաբիի 8 զավակներն ու թոռները Ֆրանսիայում են։ Այստեղ չկա մեկը, որ նրան այցի գնա, իսկ Հայաստանում նրա հարազատները մենք բոլորս ենք։ Սա հասկացավ նաև գերեզմանոցի մաքրուհին Արմինեն, որն ինքնակամ եկավ մաքրեց գերեզմանը, որքան էլ համոզեցինք, փող չվերցրեց դրա դիմաց եւ խոստացավ ամեն անգամ այդ կողմով անցնելիս իր բաժին բարոյական պարտքը կատարել, մանավանդ, որ այս գերեզմանը դժվար հասանելի հատվածում չէ։ Մի կողմում Ռոբերտ Սահակյանցի գերեզմանն է, մյուսում Մարո Մարգարյանի, իսկ քիչ այն կողմ Երգիչ Հայկոն է։ Այս վայրը բոլոր խորհրդանշական եւ քաղաքական հիմքերն ունի, որ դառնա հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշերից մեկը, որ պատվիրակություններն այցելեն եւ ծաղիկներ խոնարեն մի մարդու շիրիմին, որը փաստացի դրել է հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման գործընթացի հիմքը։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Ոստիկանության զորքերը դարձան ոստիկանության գվարդիա, որը կզբաղվի հասարակական կարգի պահպանությամբ ու հանրային անվտանգության ապահովմամբ, պետական օբյեկտների պահպանությամբ եւ կոժանդակի քրեական վարույթ իրականացնող մարմիններին։ Մենք ուսումնասիրել ենք այլ երկրների փորձը, որտեղ եւս կա գվարդիա, փորձելով հասկանալ ինչով են այդ գվարդիաները զբաղվում իրենց երկրներում։ Նոր համազգեստ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինություն եւ բոլորովին նոր անվանում՝ ոստիկանության գվարդիա։ Նոյեմբերի 1-ից Հայաստանում այլևս չկան ոստիկանության զորքեր։ Նրան փոխարինելու է եկել մի կառույց, որ ըստ իշխանության ոչ թե 5 կառույցի շարունակությունն է, այլ բոլորովին նոր էջ Հայաստանի անվտանգային համակարգում։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում եւ սա կարեւոր շեշտադրում է, այսինքն մենք ոչ թե ոստիկանության զորքերը վերափոխում ենք ոստիկանության գվարդիայի, այլ մենք այսօր ստեղծում ենք ոստիկանության գվարդիա։ Իհարկե, անցած ճանապարհը եւ պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում։ Նոր էջի հիմքում ըստ ներքին գործերի նախարարության դրված է նոր փիլիսոփայություն։ Եթե խորհրդային մոդելի ներքին զորքերը հաճախ ընկալվում էին որպես պետությանը քաղաքացուց պաշտպանող ուժ, ապա գվարդիայի առաքելությունը հակառակն է։ Մենք չենք պաշտպանում քաղաքացուն պետությունից։ Մեր խնդիրը դա չէ։ Մենք չենք պաշտպանում պետությունը քաղաքացուց։ Մեր խնդիրը դա էլ չէ։ Մեր խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով։ Ուժի մեջ է մտել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտը։ Այս ստանդարտը թելադրում է ծառայողներին ինչպես վարվել, որովհետև տարիներ շարունակ մենք այս հարցի պատասխանը ծառայողներին չենք տվել։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ կմտնի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ հատուկ տեխնիկայի գործարկման դեպքերի, հիմքերի եւ համաչափության պայմանների մասով։ Թե կոնկրետ ինչով է զբաղվելու նոր կառույցը սահմանված է ոստիկանության գվարդիայի մասին օրենքով։ Նրա հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունն ու հանրային անվտանգության ապահովումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ ռազմական ու արտակարգ
անվտանգության իրավական ռեժիմների ապահովմանը մասնակցելը։ Գվարդիան նաև կաջակցի արտակարգ իրավիճակների կառավարմանը եւ կոժանդակի քրեական վարույթ իրականացնող մարմիններին։ Գվարդիան ծագում է իտալերեն գուարդիա պահպանություն բառից։ Միջնադարում գվարդիա կոչվող զինվորական միավորի առաքելությունը ազնվականների եւ միապետի պաշտպանությունն էր։ Ավելի ուշ կանոնավոր զորքերում այն համարվում էր բանակի ընտրախավը, արտոնյալ եւ ամենամարտունակ մասը։ Ռազմական պատմության մեջ իր անունը փառքով է պսակել Նապոլեոնի հին գվարդիան, գրենադերների ստորաբաժանումը։ Խորհրդային եւ ռուսական բանակում այն ավելի շատ մարտական խնդիր կատարած ստորաբաժանման համար պատվանուն էր։ Ժամանակակից պետություններում գվարդիաները բացի արարողակարգային դերից կատարում են հատուկ նշանակություն ու պահպանության կարևոր գործառույթներ։ Շատ եվրոպական երկրներում գործում են կառույցներ, որոնք համատեղում են ոստիկանական եւ ռազմական գործառույթները, գործելով քաղաքացիական վերահսկողության ներքո։ Օրինակ, Ֆրանսիայում ազգային ժանդարմերիան զինված ուժերի մաս է կազմում եւ ենթարկվում է պաշտպանության նախարարությանը։ Սակայն իր գործառնական խնդիրների համար, ինչպիսին հասարակական կարգի պահպանությունն է, կսված է ներքին գործերի նախարարությանը։ Նմանատիպ մոդել գործում է նաեւ Իտալիայում, որտեղ կարաբիներների կորպուսը, լինելով զինվորական կառույց, ներքին անվտանգության հարցերով ենթարկվում է ներքին գործերի նախարարությանը։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան եւս ունի երկակի ենթակայություն պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններին, կատարելով լայնածավալ խնդիրներ սահմանների պահպանությունից մինչև թմրամիջոցների դեմ պայքար։ Հայաստանյան մոդելին որոշակիորեն նման է ուկրաինականը։ Ուկրաինայի ազգային գվարդիան խաղաղ ժամանակ իրականացնում է իրավապահ գործառույթներ, ենթարկվելով ՆԳՆ-ին, իսկ ռազմական դրության պայմաններում անցնում է պաշտպանական խնդիրների կատարմանը։ Այսպիսով միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում ոստիկանական եւ ռազմական կառույցների միջև սահմանները ճկուն են, սակայն առանցքայինը խաղաղ ժամանակ դրանց գործունեությունն է քաղաքացիական կառավարման ներքո։ Ազգային գվարդիա եզրույթը հաճախ ասոցացվում է ռազմական պահեստազորի հետ, ինչպիսին օրինակ Միացյալ Նահանգների ազգային գվարդիան է, որը կարող է ներգրավվել անգամ ռազմական գործողություններում։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Իդեպ, ամերիկյան զորքերն ամենայն հավանականությամբ կմտնեն Նիգերիա իսլամիստների դեմ պատերազմելու համար։ Աֆրիկյան այս պետությունում, որը մայրցամաքի ամենամեծ բնակչությամբ երկիրն է, իսլամիստները կոտորում են քրիստոնյաներին եւ ահա Թրամփը որոշել է միջամտել ու փրկել քրիստոնյաներին։ Աֆրիկայում այս պահին եւս 50 հակամարտություն է ընթանում, մեծ մասը զինված ու արյունալի, բայց միջազգային լրատվամիջոցներում, եթե նույնիսկ նկատեք էլ ինչ-որ լուրեր, դրանց առանձնապես մեծ տեղ չի տրվում։ Մինչդեռ խոսքն ահռելի ծավալների սպանությունների ու սոսկալի հանցագործությունների մասին է։ Ըստ վերլուծաբանների, այդ հակամարտությունների մեծ մասը պրոքսի պատերազմներ են գերտերությունների միջև։ Նիգերիայում քրիստոնեական համայնքը կրկին թիրախի տակ է։ Վերջին շրջանում անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Տեղի քրիստոնեական համայնքի առաջնորդների համար, սակայն խնդիրը ոչ միայն բռնությունն է, այլև դրան հետևողական համատարած անպատժելիությունը։ Նրանք պնդում են, որ իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում պատասխանատվության ենթարկել մարդասպաններին, ինչը ստեղծում է վախի եւ անպաշտպանության մթնոլորտ։ Մեր միակ հարցն այն է, թե ինչ եք անում սպանություններ գործած մարդկանց հետ։ Սա է մեր մտահոգությունը։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ մինչ օրս սպանվածներից շատերի համար մենք դեռ ցավ ենք ապրում։ Բայց հարցն այն է, թե ինչ եք անում այն մարդկանց հետ, որոնք սպանել են մեր սիրելիներին։ Անպատժելիության մթնոլորտի հետևանքով զինված խմբավորումները անարգել հարձակվում են նույնիսկ եկեղեցիների վրա, աղոթքի ժամանակ։ Նման հարձակումների ականատեսների պատմությունները փոխանցում են այն սարսափը, որի միջով անցնում են սովորական մարդիկ։ Հանկարծ, երբ պատարագը մոտենում է իր ավարտին, մոտակայքից երկու կրակոցի ձայն լսեցինք, եւ բոլորը սկսեցին վազել։ Բոլորն անհանգստացած էին. ինչ է կատարվում, ինչ է պատահել։ Հետո սկսվեց, եւ բոլորը սկսեցին փախչել։ Ամերիկյան աղբյուրների տվյալներով այս տարվա ընթացքում Նիգերիայում սպանվել է 7000 քրիստոնյա, տասնյակ հազարավորները տեղահանվել են։ Քրիստոնյաների ջարդերից վրդոված Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի սպառնալիքները այդ երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու եւ ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին լուրջ լարվածություն են առաջացրել երկկողմ հարաբերություններում։ Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի Նիգերիային տրամադրվող ողջ օգնությունը եւ մեծ հավանականությամբ կմտնի այդ խայտառակված երկիր իր ողջ ռազմական հզորությամբ, որպիսի ամբողջությամբ բնաջնջի իսլամիստահաբեկիչներին, որոնք իրականացնում են այդ սոսկալի վայրագությունները։ Ես սույնով հրահանգում եմ մեր ռազմական գերատեսչությանը պատրաստվել հնարավոր գործողությունների։ Եթե մենք հարձակվենք, այն կլինի սրընթաց, անողոք
եւ վճռական, ճիշտ այնպես, ինչպես ահաբեկիչ ավազակներն են հարձակվում մեր թանկագին քրիստոնյաների վրա։ Նիգերիան համաձայն է ընդունել Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, եթե հարգվի իր անկախությունը, սակայն իրավիճակը պարզապես քրիստոնյաների ու մուսուլմանների բախում չէ։ Երկրում կան տարբեր խնդիրներ, իսլամիստական ահաբեկչական խմբավորումներ, որոնցից տուժում են նաև մուսուլմանները, հողի համար պայքար եւ զինված հանցավորություն։ 4 մասի բաժանված Նիգերիայում ստեղծվել է բարդ իրավիճակ, որտեղ ներքին բազմաթիվ հակամարտություններին եւ պետության անգործությանը գումարվում է արտաքին ռազմական միջամտության սպառնալիքը, որը հիմնված է ճգնաժամի պարզունակ եւ կրոնականացված ընկալման վրա։ Այս պայն Սև մայրցամաքում ընթանում է 50 հակամարտություն, որոնցից 3 տասնյակից ավելին արյունալի։ Զինված հակամարտությունների միջազգային ինստիտուտի եւ Ժնևի ակադեմիայի տվյալներով Նիգերիայից բացի միայն այս տարի 20,000 մարդու կյանք խլած թեժ հակամարտությունը շարունակվում է Սուդանում։ 15,000 մարդ զոհվել է Կոնգոյում, 5,000-ը Մալիում։ Նիգերում ջիհադիստական հեղաշրջմանը զոհ է գնացել 2,000 մարդ, Բուրկինա Ֆասոյում 4,000։ Մարտերը շարունակվում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Սոմալիում, Մոզամբիկում, Անգոլայում եւ այլ երկրներում։ Այս բոլոր հակամարտություններն ընթանում են ոչ առանց արտաքին ազդեցիկ դերակատարների։ Այս գործում առաջատարներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան։ Այս երկրները մրցում են ազդեցության ռեսուրսների եւ ռազմաբազաների համար։ Դրանք աջակցում են կողմերին, ստեղծելով պրոքսի հակամարտություններ։ Հիմնական նպատակը ռեսուրսներն են՝ ոսկին, ուրանը, հազվագյուտ հողային մետաղները, ածխաջրածնային վառելիքը, ադամանտները, ռազմական ազդեցության մեծացումը, միմյանց ինանձնակազմը դուրս մղելը, տնտեսական կախվածության մեջ գցելը։ Այս ամենը աշխարհաքաղաքական խախտված հավասարակշռության պայմաններում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Նոր առավել թարմացված տեղեկատվությամբ Free News-ը կլինի եթերում ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։